Ակիսներ հարգելի շատ չեմ սպասի միանալու համար մարդիկ հիմնականում վիդեո անելու ու պահելու համար անում ես էֆիրը վերջերս հիմնականում երբ ելույթի ժամանակ լինում են կոմենտարյաններ, գրություններ, որտեղ բարձ երևում է, որ կամ գործակալներ, ագենտներ, լրտեսներ են գրություններ անում կամ էլ ներքին հայի տեսքով թշնամին ինքնահաստատված իր կարծիքով թե իրանից բանա ներկայացնում փորձում է եթերը ելույթը ուղերձը խոչընդոտել ամեն դեպքում հիմնականում ինչքան ես հետաքրքրվեցի դրանք հիմնականում կամ ֆեյքեր են կամ ով իմանա գործակալներ են որոնց զբաղմունքը դա է ամենայն դեպս ինչքան ես հետաքրքրվեցի կամ իրանք իրանց գրածներին չեն կարող ասածներին չեն կարող պատասխան տան ոչ էլ իմ գրածներին կարող են բան պատասխանեն ամեն դեպքում չեմ հասկանում իմաստը որն է որ այդ դեպքում գալիս է եզրակացության որ դրանք ֆեյքեր ագենտ թուրք գործակալներ են ինչու՞ չէ նաև Հայաստանի ներսում հայի անունով եւ շատ բնական ու արդեն հավանական է որ այդ ներքին թուրքը հայի կերպարանք հագած հայի ազնագրով այդ ներքին թուրքն է որը ինքը կարծում է եւ իր շրջապատում իրան հայ ազգում դրանք են որովհետեւ հավանական է այնքանով որ ինչու՞ չէ Հայաստանի քաղաքացիների կեսը այդպես դատարկ անբան մարդիկ են բայց մենք գիտակից հասկացող մարդիկ ժողովուրդ հասկանում են որ սրանց հետ հնարավոր չի տալ առնել ապրած մի հատ էլ իրանք թուրք ազգությամբ թուրքերին են հրավիրում ու պատահական չի դա հրավիրում Հայաստանի քաղաքացի դառնալու համար ես վերջերս այս ուղերձը հիմնականում ուղղում եմ արցախցիներին վերաբերող ինչու՞ չէ նաև արցախցիներին դրա համար ես Ղարաբաղի բարբարով խոսելու ժողովուրդ ջան ես Ռոման Երիցյանի հետևում եմ տենց միշտ չէ բայց ամեն դեպքում ուշադրությունս գրավում է երբ որ նրա ուղերձները կարդալով լսում եմ հետևում եմ ես ուրախ եմ որ նման մարդիկ կան եւ եթե հարցում լինի թե ով չի ուրախ Ռոման Երեսյանի նման մարդու որը մտահոգ է արցախցիների ճակատագրով ապա բոլորս միաբար կասեն որ բոլորս էլ ուրախ ենք եթե հարցն չի թե ինչքանով կուզենք որ մեր շարքերում Ռոման Երեսյանի նման անթիվ լինեն բոլորս էլ կասենք բոլորս ենք ուզում բայց ուզելով չի գործելով է հիմա մեր ցավն էլ էտա որ մեր մեջ տենց քիչ թվով մարդիկ են լինում ինչպես Ռոման Երիցյանը եւ նման մարդիկ շատ կան որ ուղղակի քիչ թվով համեմատական
որ մտահոգ են արցախցիներով եւ դրա համար էլ պատահական չի, որ այս օրին են արցախցի ժողովուրդը հայտնված։ Ռոման Երիցյան, եթե իմ խոսքը լսեք, այս ուղերձը քեզ չի վերաբերվում, բայց կուզեմ լավ կլինի դու էլ լսես։ Ամեն դեպքում, քանի որ խոսքը արցախցիներին է վերաբերում, ես գիտեմ, որ Ռոման Երիցյանը իր իրավաբանական այդ գործողություններով շատ մարդկանց օգնում է, նաև Արցախի ներկայիս պաշտոնակատարներին, պաշտոնյաներին։ Եվ ուրախ եմ, շատ բարի, բոլոր մարդիկ էլ աշխարհում, բոլոր քաղաքացիներն էլ ամեն մարդ էլ կուզի, որ իրան լինի լավ, բարի, պատասխանատու ղեկավար։ Ինչպես նաև ես որպես արցախցի կուզեմ, որ արցախցի ղեկավարը լինի արդար, պատասխանատու, խելոք բանի մարդ, բայց դեռևս մինչ այժմ այդպիսինը չենք ունեցել, այդպիսի ղեկավար, եւ եթե ունեցել ենք, բոլորս էլ իմանում ենք նրանց ճակատագրի հետ ինչ է տեղի ունեցել։ Ամեն դեպքում Ռոման Երիցյան ինչի խոսքս ուղված, ես ուզում եմ, որ բոլորն էլ լսեն ու քննեն։ Շատ բան կարելի է խոսած նրա մասին, թե ինչպես արցախցին այս օրը ընկավ։ Դրա մասին ժամանակ այնքան ժամանակ պիտի կպահանջվի, այնքան ժամանակ է պահանջվում, որ մի ժամում, 2.5 ժամում դա հնարավոր չի քննել։ Բայց ուզում եմ ես ասեմ, այսքան ժամանակա տեսքանի անգամա տես ինչքան առիթլալ վեր Ղարաբաղցիներին հվաքիք եւ այդ առիթները օգտագործվալա եւ այսինքն ստուկը ծզայել այդ հնարավորությունն կամ ամեն դեպքում օգտագործվալա ու մարդիկ եկան հավաքվալան տեսալան, որ արդյունք չեն տեսալ, շոշափելի արդյունք չեն տեսել։ Դրա համար մարդի հույսը կտրվում է։ Հիմա ես այլ բանում ուզում ասեմ, ու չգիտեմ վեր Ղարաբաղցիները հակառուսականներ չեն, ռուսամետներն ինչու չէ նաև բոլոր բացատրություններով հիմքերով, որ պատճառ կա ռուսամետ լինելու։ Հիմա ես ուզում ասեմ, вообще մեր շրջանում, մեր շրջապատում, մեր շարքերում, թե Հայաստանում գտնվող, թե Հայաստանից դուրս չկա մի մարդ, որ արցախցիների համար մտահոգ լինի։ Ես ոնց տեսնում եմ, չկա։ Մտահոգ լինի այն իմաստով, որ նուժելի աշխարհում չկա տենց մի մարդ, մի հնարավորություն ունեցող, որ մեր արցախցիների անունից հանդես գա Ռուսաստանի թե ղեկավարությանը, թե հասարակությանը, թե գյուղում ոնց հանդես գա մեր անունից աջակցություն ստանալու համար, աջակցություն ունենալու համար։ Այսինքն մի միջոցառում կազմակերպվի, որ մզարցախցիներիս ընդունին, օգնին, որ մենք արժանապատիվ ձևով մեր մնացած կյանքը ապրենք, նաև ինչու՞ չէ նաև Ռուսաստանում։ Ռուսաստանում տեղ տա մեզ, թե ընդհանուր հավաքվելով մի համայնք ձևավորվի եւ հնարավորություններ տրվեն մեզ արժանապատիվ ապրել մեր առօրյան ու կենցաղը նորմալ կյանքը դասավորել։ Խի միթե Ռուսաստանը մեզ չի ընդունում, միթե Ռուսաստանը չի ուզում մեզ օգնել,
չի ուզում մեզ ձերք մեկնել։ Ախր Ռուսաստանը նենց հնարավորությունների տեր երկիրա, որ ամբողջ աշխարհը այսօր վրեն ուզում են վնասեն չեն կարում։ Ամբողջ աշխարհը վրա տված ուզում են շարքից հանեն Ռուսաստանին չեն կարում։ Այդպիսի հնարավորություններ ունեցող երկիր է։ Միթե Ռուսաստանը հայա մեջ չի, միթե Ռուսաստանը քրիստոնյա մեջ չի, քրիստոնյա չի։ Ախր Արցախի ժողովրդի նման այդպիսինը չկա, որ այս տարածաշրջանում արդեն տասնամյակներ առաջի դիրքերում, առաջի գծում չպայքարի, չպատերազմի հանուն արդարության, հանուն հավատքի, հանուն կրոնի, հանուն ամեն ինչին արժանապատվության։ Մենք այսքան բանը արել է Արցախին, այսքան առաջնագծում պայքարել, պատերազմել։ Արդեն այս սահմանին է, որ այդ Արցախի ցեղատեսակը, այդ ազգը վերանալու վրա է։ Մեկը չկա մտահոգ, որ մեր անունից ներկայանա, անձամբ ես օրինակ ես ինչ պիտի անեմ, ես այսպիսի ասենք հայտարարությունով իմ ձայնը ոնց պիտի որ ասենք փոխանցվի մի պատասխանատու կամ ասենք Ռուսաստանի իշխանությանը։ Իհարկե մեկը պիտի այդ հարցով զբաղվի, մեկը պիտի միջամտի։ Միթե ձեր շարքերում չկա, որ մեր անունից հանդիսանա դիմի Ռուսաստանին։ Ասի բա այսքանը մենք արեցինք։ Նուժելի 100-120 հազար մարդու համար հնարավորություն չկա, որ մեզ ընդունեն, միջոցներ ձեռնարկեն նորմալ, մարդավարի մեր մնացած կյանքը ապրենք, մեր մնացած կյանքը դասավորենք, էլի կմտածենք, ախր մարդը ինչե որ սոցիալական, սովորական այդ հնարավորությունները չի ունենում, նա չի կարում այլ բանի, այլ հարցեր լուծելու մասի մտածի։ Էսա կասեք, բա ամենից կարևոր հարցը Արցախն է, Արցախի վերադարձնա։ Իհարկե Արցախի վերադարձնա, մենք Արցախում լինենք, մեր այս սոցիալական այսպիսի իրավիճակում Արցախին չի հայտնվի, դա հասկանալի է։ Բայց ախր միշտ էլ այս հանգամանքը օգտագործվել է, միշտ էլ Արցախն օգտագործել են իրանք իրան շահերի համար, այսինքն Արցախի շատերի կողմից է օգտագործվել։ Հիմա գամ արդեն այս տեսանկյունից, միթե Արցախի հաշվին, Արցախցու հաշվին չկան թե Հայաստանի թե Հայաստանում բնակություն հաստատած, թե արցախցիների միջև, Արցախում բնակություն հաստատած մարդկանցից հայերի մեջ չկան, քիչ կան այնպիսի մարդիկ, որ Արցախի ու Արցախցու հաշվին, Արցախի հիմնախնդրի հաշվին դառան միլիարդատեր չկան, ու ուզում եք այդքանից հետո փաստորեն ես հիմա չգամ այն հարցին, որ արդեն թեմա մի քիչ շեղվի, որ շատ հավանական է, որ շատ միջոցառում կազմակերպվում է նրա համար, որ մարդիկ իրանց ունեցվածները, որ Արցախի հաշվին կուտակեցին, պահպանեն։ Դա թողենք մի կողմ։ Ինձ որովհետև դա չի հետաքրում, ով ինչ ունեցվածք ունի, թող վայելի։ Բայց ինձ այն հարցը, որ ինձ նման սովորական Արցախցուն է վերաբերում, այն է, որ եթե դուք Արցախի հարցով մտածող կա, ապա ճիշտ տեղից սկսեք, ճիշտ հարցեր քննարկեցեք, ճիշտ հարցերի մոտեցեք, ճիշտ հարցերին մեզ հրավիրեցեք, այնպես չի, որ ամեն մեկը Արցախ անելով Արցախցու հաշվին իր գործերը առաջ տանի ու Արցախին էլի մնա նույն կոտրաստաշտակի առաջ։ Փաստորեն մենակ հավաքի համար պիտի միաբանություն ունի։ Իհարկե միաբանությունը հավաքված լինելը դա շատ կարևոր է։ Ես կասեմ այսօրվա համար ամենից կարևորն է, որովհետև ես նախորդում էլ մի քանի անգամ ասեցի, իմ վիդեոներում ասեցի, որ
մեզ առաջնահերթ հավաքված միաբան լինելն է պետք, բայց ինչի համար։ Եթե Ղարաբաղ վերադարձի համար է մեր պապական հողերը վերադառնալու համար է, ապա ճիշտ տեղից սկսեք։ Առաջինը չպիտի սրան հասած լինի, որ մենք Ղարաբաղի հարցը արդեն պիտի լուծված լինի։ Եթե լուծված չի ու մեր հաշվին մարդիկ միլիարդատեր դառան ու վերջում է դառավ, որ մենք փոսի մեջ ընկանք, ապա մինտեղ պետք է լա, որ այդ ամեն ինչի պատասխանատվության ենթարկվին։ Հիմա դա էլ չկա, դա էլ չեք անում։ Ղարաբաղի հարցը, Ղարաբաղը վերադառնալու հարցն է, լուծեցեք այդ հարցը։ Իսկ ոնց լուծելու մասին մտածես, երբ որ քո սեփական ժողովրդի հոգևոր, ասենք, առաքելական եկեղեցու առաջնորդը գնում է դավաճանի ձերք սեղմում։ Ես չեմ կարող հասկանալ, մինչև դրան ընտրելը, մինչև այդ պաշտոնները ստանալը, թեկուզ հոգևոր միջավայրում եմ ասում, եպիսկոպոս, սարկավակ կամ այլ պատասխանատու, չեն ուսումնասիրում ով է այս մարդը, ինչ նախասիրություններ ունի, ինչ արժեքներ ունի, ինչ մոտեցումներ ունի ընդհանուր, թե կյանքի նկատմամբ, թե մարդկանց նկատմամբ։ Սովորական մարդը, սովորական արցախցին պիտի այդ հարցը լուծի, այդ հարցի մոտենա։ Որոմի գալիս է էլի նույն բանը, որ ձուկը գլխից է հոտում։ Դուք չպատկերացնեք էլ, որ Արցախցուց, իմ իմացած Արցախցուց, բացի կա մեկը, որ Արցախ վերադառնալու մասին մտածում է։ Ես եմ մարդու անունից կխոսամ, որ ինքը զուտ իր պասպորտը չի փոխում, որպեսզի առիթ չտա այդ գործողությունը խոչընդոտ որպես, երբ որ Արցախ վերադառնալու հարցը բարձրացվի, որպեսզի խնդիր չլինի։ Այսինքն այդ մարդիկ նույնիսկ իրանց պասպորտը ազնագիրը փոխում չեն, որպեսզի այսօր կամ եկուց հնարավորությունը խոչընդոտվի Արցախ վերադառնալու։ Ես այդ մարդի անունից եմ խոսում։ Ես այդպեսի մարդկանց անունից եմ խոսում։ Իսկ բա այս մարդիկ ոնց ստեղ ապրեն։ Դրա համար ես չեմ հասկանում, դուք ում եք լսում։ Ես այն սկզբից էլ ասել եմ, որ Հայաստանը Արցախցու տեղը չի։ Եթե ստեղ չեն ընդունում, ստեղ արհամարում են, ստեղ ձեկ չեն մեկնում, ստեղ ամեն ձևի հալածում են, փնովում են, չեն միջամտում, ուրեմն դա քո տեղը չի։ Էսա մեկը կասի ով չի ընդունում, ով է ձեզ ընդունում են, չէ, կասեն, չէ, ես դրան էլ կանդրադառնամ։ Ես առաջի անգամը չի, որ ասում եմ, այն սկզբից էլ ասել եմ, որ Արցախցու տեղը չի Հայաստանը։ Ես ասել եմ, որ ամենս հարմարը այնա, որ մի միջոցառում ձեռնարկվի, կազմակերպվի տեղափոխվելու համար, Հայաստանից դուրս գալու համար եւ այլ երկիր տեղափոխելու համար։ Բայց երևի հիմնական ինչ որ զգալի հատվածը արդեն տեղավորված է, տնավորված է, դրանց ինչ պետք է հասարակ Արցախցու մասին մտածի։ Իրան բնականաբար այդ տեսակ Մարտինսկի Արցախ էլ չի պետք։ Մարկ ասեմ,